Ես անձամբ կարող եմ իմ գնահատականը տալ, ես դեմ եմ 100-ից պակաս դպրոցների փակմանը, ավելին, որպեսզի չփակվեն այդ դպրոցները եւ գյուղերը չդատարկվեն, պետք է ստեղծվեն աշխատատեղեր։ Ինչ է կատարվում։ Գյուղաբնակ երիտասարդ ընտանիքները ձգտում են մեծ քաղաքներ, հատկապես Երևան։ Եվ երբ որ իրենք գալիս են աշխատանք փնտրելու, էլի դարձյալ գալիս է աշխատատեղերի պակասը, որ մարզային շրջաններում մենք չունենք այդ աշխատատեղերը, այդ պակասից արդեն դատարկվում են գյուղերը, աշակերտ թիվը պակասում է։ Միանշանակ դա տարիների լուծման խնդիր է, անմիջապես չի կարող լինել։ Պետք է այնպես անել, որ ծնելիությունը նախ շատանա, տնտեսական վիճակը, սոցիալ-տնտեսական վիճակը բարձրանա, գյուղերում ստեղծվեն նոր աշխատատեղեր, իսկ եթե լինեն աշխատատեղեր եւ երիտասարդին գրավի գյուղը, համայնքը գրավի երիտասարդին, բնականաբար ինքը չի լքի գյուղը։ Տարիների ընթացքում դա արդեն 6 տարվա, որտեղ երեխաները 6 տարեկանից են դպրոց գնում, արդեն 6 տարի հետո մենք կունենանք այնպիսի գյուղ, որտեղ դպրոցները չեն դատարկվի։ Միանշանակ անգամ եթե 50-60 երեխա է այնտեղ սովորում, իմ կարծիքն է, որ պետք չէ այդ դպրոցը փակել։ Դպրոցը փակել նշանակում է գյուղը դատարկել։ Դպրոցների օպտիմալացման մասով մենք ունենք հստակ եւ կարևոր ֆիքսված կետեր ծրագրում։ Առաջին հերթին մենք վերջ ենք դնելու կույր օպտիմալացմանը։ Նախատեսում է, որ 200-ից ավել դպրոցներ փակվելու են Հայաստանում, մոտ 55-ը սահմանամերձ համայնքներում։ Այս գործընթացը մեր կողմից կասեցվելու է։ Մեր կողմից նաև կասեցվելու են արատավոր պրակտիկան, երբ կամավոր ատեստավորման արդյունքում ուսուցիչները գործում են իրենց աշխատանքը։ Բացի դրանից մենք պատկերացնում ենք, որ այս օպտիմալացումը ուղիղ հարված է ազգային անվտանգությանը, ինչու որովհետև փակվող դպրոցը փոքր գյուղում, գյուղական համայնքում ինքնին ենթադրում է գյուղական համայնքի դատարկում։ Մարդիկ ավելի կենտրոնանալու են դեպի ավելի մեծ քաղաքներ, ավելի մեծ համայնքներ եւ գյուղում պակասելու են աշխատատեղերը, ինչպես նաեւ կրթության հնարավորությունը, որը կարող էին քիչ թվով, բայց աշակերտները ստանալ։ Եվ իհարկե մենք կրթության հետ կապված ունենք հստակ ծրագիր, որ բոլոր գյուղական համայնքներում, Հայաստանի բոլոր կետերում պետք է լինի կրթության 100% հասանելիություն։ Նախադպրոցական կրթության մասով նախատեսում ենք, որ մեր կառավարման իշխանության գալու պարագայում առնվազն մինչև 95% հասանելիություն կկարողանանք ապահովել նաև նախադպրոցական կրթության մասով։ Շատ գյուղերում մենք ունենք պակաս ուսուցիչների, այդ պակասը եւ նաեւ տղամարդկանց դպրոց վերադարձնելու գործը իրականացնելու մասով մենք նախատեսել ենք, որ հեռավոր եւ գյուղական համայնքներում, սահմանամերձ համայնքներում ուսուցչի աշխատանք կատարող Արական սեռի երիտասարդները, ուսանողները հնարավորություն կստանան տարկետման իրավունքով իրենց աշխատանքը իրականացնել, բացի դրանից էժան վարկերի տրամադրում այդ ուսուցիչներին, ինչպես նաեւ մարզերում բնակարաններ դնել, որպեսզի իրենք կարողանան նաեւ հենց այդտեղ իրենց գործունեությունը եւ կյանքը ու կարիերան զարգացնել։ Այս համատեքստում պատկերացնում ենք, որ դպրոցները կարող են լինել այն զարգացման կրթական կենտրոնները, որոնք կծաղկեցնեն այդ փոքր համայնքները, կզարգացնեն եւ նոր ուղի կբացեն այդ համայնքների կյանքում, այլ ոչ թե գործի կդրվի այդ արատավոր պրակտիկան ու կունենանք գյուղերի դատարկում։ Կրթության ոլորտում դպրոցները, չգիտեմ, միջին կրթօջախները, բարձրագույն կրթօջախները, քոլեջները, բոլորը մենք նշել ենք, որ կարող ենք դարձնել անվճար ու ապահովելով համ անվճար կրթություն, համ ուսանողներին, լավագույն ուսանողներին աշխատանքի ապահովելու միջոց եւ այսօր լիքը ուսանողներ դժվարանում են քաղաքում, բոլորը մնալու խնդիր կար, մենք ներկայացրեցինք, որ ոնց եղել է առաջ, ես հիշում եմ, իմ ժամանակներն էլ եղել է, որ լինեն ուսանողական ինքը հանրակացաներ ժամանակակից անվճար մնալու, որ ուսանողները, լավագույն սովորողները, որ չկարողանան
ինչ որ միտեղ վարձով ապրելու, մենք ապահովենք դրանում, որ ոչ մեկ չտուժվի։ Ծնողները այսօր շատ են չարչարվում, որ կարողանան իրենց երեխեքի վարձը տալ, չմնան դուրս։ Ամեն ինչ կա, որը որ մենք կարող ենք ասել կետերով, որտեղից գտնենք այդ գումարը, որտեղից կա, ոնց կարող ենք մեր տնտեսագետները հնարավոր այս ամեն ինչը, ինչ նշված է, դրանք բոլորը հնարավոր աղբյուրներով ու ոնց կարող ենք մենք այդ ամեն ինչը ապահովել, որ լինի մեր ուսանողների, մեր կրթօջախների համար ավելի բարեկեցիկ, ավելի լավ զարգացող։ Սահմանամերձ գյուղերում փակում են դպրոցները, դա նշանակում է լիարժեք դատարկել դպրոցները, դա նշանակում է բնակիչներին, ովքեր որ հողի հետ կռիվ են տալիս, ովքեր որ հենց սահմանին կանգնած առաջնահերթ պաշտպանում են երկրի անվտանգությունը, նրանց ուզում են քաշել դեպի ավելի խորքերը, կրթությանը վերաբերվում են որպես, չգիտեմ, մի սովորական բան, թե ուսուցիչների կրճատելը, թե երեխաներին հետ քաշել դեպի քաղաքները ու դատարկել դպրոցները, սա անթույլատրելի է։ Մեր ծրագրում կա, որ դպրոցներում թեկուզ այնտեղ լինի 10 աշակերտ, պետք է այդ դպրոցները աշխատեն, որ բոլոր բնակիչները չհավաքվեն միտեղ, ասենք քաղաքի Երևանում կամ քաղաք Արմավիրում, ու այդ գյուղերը դատարկվի եւ ով է գնալու այդ գյուղում, հող մշակի կամ ասենք որտեղ քաղաքացուն պահում է գյուղացին, ինչպես գիտենք, անթույլատրելի է, պետք է դպրոցները վերանորոգվեն, թեկուզ նորից եմ ասում 10 աշակերտ լինի այդ գյուղը պետք է աշխատի, որտեղ նաև դի զբաղմունք, մշակույթ, չգիտեմ, կինո, թատրոն, այդ ամեն ինչը այդ գյուղերում կազմակերպվի կյանքի առօրյային համատեղ բաներ, որպեսզի մարդիկ հակառակը քաղաքից գնան գյուղ, որպեսզի կարողանան իրենց անապազորյա հացը հողի հետ աշխատելով վաստակեն։ Այո, մենք ունենք մեր ծրագրային դրույթները, մեր ունենք անդրադարձ դրան եւ նաեւ մեր բազմաթիվ հանդիպումների ժամանակ, ելույթների ժամանակ անդրադառնում ենք նման խնդիրների։ Հարցը վերաբերում է շատ զգայուն հարց է։ Սահմանամերձ եւ ոչ միայն սահմանամերձ գյուղերին է վերաբերում դպրոցների փակմանը, մի անունը փակում չեն դնում, մի այլ տերմին են օգտագործում, բայց իրականում փակում են այդ դպրոցները։ Ընդ որում դրանք ոչ միայն սահմանամերձ բնակավայրերի դպրոցներ են, մինչև 100 աշակերտ ունեցող դպրոցները, մեր մարզում 5 դպրոց են այդպիսիք, եւ մի գյուղ կա, որ ընդհանրապես դպրոց չունի, Կողբավան գյուղը։ Երբ ժամանակին հիմնել են այդ գյուղերը եւ շրջանը հիմնվել, նույն Բաղրամյանի շրջանը կամ այլ շրջաններ, գյուղեր են հիմնվել, նպատակ են ունեցել, որ այդ գյուղերը պիտի իրենց բոլոր կենսապահովման միջոցներով ապահովված լինեն, բոլոր հնարավորություններով, եւ դպրոց, եւ մանկապարտեզ, եւ կենցաղային պայմաններ, եւ հաղորդակցության միջոցներ, բոլորը։ Եվ ես նաև իմ համար, նաև մեր մոտեցումն է այդպիսին ունեմ դրա վերաբերյալ իմ նաև նախորդ տարիներին հնչեցված բանաձևի նման, եթե այն գյուղը, որտեղ դպրոց չունեն կամ դպրոցը պետք է փակվի, այդ գյուղը իմաստը կորում է։ Ես այդ պատասխանատուներին բազում անգամներ հարցադրումների ժամանակ, երբ որ նման առաջարկ է եղել, փոքրաթիվ է դպրոցը, նպատակարար չի կտեղափոխենք այլ գյուղ, ոչ, ես այդ մարդկանց ասում, լավ, մի փոքր մտածեք, արեք կենցաղային վիճակի բերենք այս հարցը։ Եթե դուք ապրեք այդ գյուղում, դուք ամուսնացած լինեք, դուք ընտանիք ունենաք, հարց ունենաք, ամեն ձև հայկական ավանդական ընտանիքներով, ձեր կինը, եթե իմանա այդ գյուղում դպրոց չկա, մանկապարտեզ չկա, այդ գյուղում երեխա էլ չի ծնվի, այդ գյուղում հարց չգա, եթե իմանա այդ գյուղում պետք է դպրոց ու մանկապարտեզ չլինի։ Առավել ևս այդ տարածաշրջանի համար, որտեղ գյուղերն իրանից մի քանի կիլոմետր հեռավորության վրա են գտնվում, բնակլիմայական բարդ պայմաններով են տեղադրված այդ գյուղերը։ Ես այդ մասով նաև մեր մոտեցումը Հայաստան դաշինքի այսպիսին է։
Հիմնականում մենք առանձնացնում ենք սահմանամերձ բնակարանի խնդիրը, որտեղ դպրոցները միանշանակ չպետք է փակվեն։ Մնացած մասով էլ մենք ընդհանրացնում ենք, այսինքն դպրոց չպետք է փակվի։ Ես նաև իմ համար այդ նույն բանաձևն ունեմ, էլի ինչ ձև կարելի է չփակել։ Եթե մի գյուղ ընդհանուր մինչև ունի 5-10 աշակերտ, մենք պետք է հնարավորություն տանք այդ դպրոցում այդ գյուղում դպրոցը կայանա։ Օրինակի համար այսպես է, բնականաբար տարբեր ոլորտի մանկավարժներ դժվար է գտնել, որ գան դասավանդել։ Որտեղ նախկինում մենք ունեցել ենք ընտանեկան բժշկի կարգավիճակը, որ ընտանեկան բժիշկը պոլիկլինիկա է գյուղական բնակավայրերում եւ ոչ միայն, նաեւ ինքը բժշկական մի քանի մասնագիտություններ է տիրապետում եւ անունը դրեցին ընտանեկան բժիշկ, որ ընտանեկանների մասը որ տարբեր ոլորտների առողջապահական հարցերը ինքը հնարավորություն ունի օժանդակելու։ Որտեղ ես կառաջարկեմ մի քանի գիտությունների մասով եւ ճշգրիտ եւ հումանիտար գիտությունների մասով օրինակ մի մասնագետը նման դպրոցներում հնարավորություն ունենա դասավանդելու եւ մաթեմատիկա, եւ ֆիզիկա, եւ քիմիա։ Մի մասնագետ թող դասավանդի եւ լեզու, եւ գրականություն, եւ պատմություն, եւ աշխարհագրություն։ Սա իմ առաջարկած լուծումներից մեկն է նման դեպքում։ Ընդ որում, այդ գյուղերում, որտեղ քիչ փոքրաթիվ երեխաներ կան, մանկավարժը պիտի մի քանի անգամ ամեն աշխատավարձ ստանա, որ նաև խրախուսենք նման մանկավարժների մուտքը տվյալ բնակավայրը, ապահովենք կեցավայրով, ապահովենք տրանսպորտային միջոցներով անվճար երթևեկությունը։ Այդ գյուղերում պետք է մանկապարտեզները բնականաբար ամբողջովին անվճար լինեն։ Պետք է այդ գյուղերից դուրս եկածած երեխաների ուսման վարձերը զեղչվեն, եթե ոչ ամբողջությամբ մասնակիորեն։ Այդ գյուղերում պետք է մենք ինչն է նաև խթանում ծնելիությունը կամ խթանում այդ գյուղերի զարգացումը կամ ավելի բազմամարդ դառնալը նման փոքր բնակավայրերի։ Բիզնես միջավայրին անդրադառնանք այդ գյուղերի։ Խրախուսենք բիզնես գործունեությունը։ Տանք արտոնություններ այդ գյուղում բիզնես ներդնելու համար, տվյալ գյուղում բիզնես, ազատենք հարկերից, տանք դրամաշնորհներ։ Ընդ որում այդ տարածքի գյուղերը ես գիտեմ արդեն մոտավոր ամեն գյուղը մի քանի հազար հեկտար հողատարածքներ ունի գյուղ նշանակության մշակովի հողատարածքներ, որոնք այսօր մշակվում են։ Եվ նաև ինչ որտեղ գյուղացու զբաղվածության խնդիրը գրեթե չկա այդ տարածքներում։ Բայց այդ ձևի զբաղվածության գյուղին մենք ասենք չէ, քեզ դպրոց դու չպետք է ունենաս, քանի որ աշակերտների փոքրաթիվ կա, դա երկիրը քանդելու ծրագիր է, ոչ շատ ավելի կոպիտ չարտահայտվեմ, երկիրը քանդելու, գյուղ քանդելու, դու եթե նախկինում մի մտովի ամեն մեկս մեր վրա վերցնենք, եթե մի 20, 30, 50 տարի մարդիկ տուն են հիմնել, տնտեսություն են հիմնել, այդ տանը, որը մեր ասենք նաև մի քիչ առաջ եթալով ասեմ, մեր սրբություններից է նաև այդ գյուղում են հանգուցյալների շիրիմները, եթե մենք այդ գյուղում ունենք հանգուցյալի շիրիմ, այսինքն մենք նաև ամբողջովին կապված ենք արմատներով այդ գյուղի հետ եւ մենք չենք կարող գյուղը տեղահան անենք, ինչա որ ասենք քիչ երեխաներ կան ուսման նպատակով դպրոց գնաց